44-օրյա պատերազմը Արցախից 100 հազարավոր մարդկանց բռնի տեղահանությունը եւ դրանց բարդագույն հետևանք հոգեբանական ու սոցիալական խնդիրները առաջ բերեցին տագնապի, անորոշության, մեկուսացվածության եւ անելանելիության ծանր մթնոլորտ։ Ադապտացիան եւ նոր իրականության գիտակցումը բոլորի մոտ միանգամից եւ սահուն կերպով չէր ընթանում։ Արցախցի ընտանիքներին անհրաժեշտ էր մասնագիտական լուրջ աջակցություն, որը կօգներ դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից եւ հնարավորություն կտար վերաինտեգրվել ու շարունակել կյանքը նոր էջից։ Արևամանուկ հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը նախաձեռնեց տոկունության ձևավորման երկփուլ ծրագիր։ Տասնյակ ընտանիքներ եւ 300 երեխաներ ստացել են հումանիտար եւ հոգեհուզական աջակցություն։ Հիմնական նպատակը 44-օրյա պատերազմից տուժված ընտանիքների հոգեբանասոցիալական աջակցություն էր։ Առաջի փուլը նվիրված էր շատ դրա, բայց այնպես ստացվեց, որ դեպքերը, իրադարձությունները համընկավ նաև արցախյան բռնի դեպքերի հետ ու ընդհանուր ծրագիրը ավելի ընդգրկուն դարձավ։ Դրա համար մենք որոշեցինք փոփոխության ենթարկել ու ընդհանուր ասել, որ դժվար իրավիճակում հայտնված ցանկացած անձ կարող է մեզ մոտ օգնություն գտնել։ 2022 թվականից մեկնարկած եւ շուրջ 3 տարի շարունակված ծրագրի շրջանակում Արևամանուկ հիմնադրամի մասնագետներն իրականացրել են անհատական եւ խմբային հանդիպումներ, խորհրդատվություններ, վերապատրաստման դասընթացներ եւ հոգեբանական աջակցություն, ուղղված առավել խոցելի ընտանիքներին։ Աջակցություն ստացած ընտանիքները կարողացել են հաղթահարել վախն ու ընկճվածությունը, կարգավորել ընտանեկան հարաբերությունները եւ ձևավորել փոխադարձ ըմբռնման ու հանդուրժողականության մթնոլորտ։ Երեխաների եւ նրանց ծնողների հետ անցած ճանապարհը թեև հեշտ չի եղել, բայց իրականացված քայլերը տվել են տեսանելի արդյունքներ։ Հիմնական դժվարությունները երեխաների մասով սոցիալական դեզադապտացիաներ, վարքային մի շարք փոփոխություններ, խոսքային բարբառային դժվարությունների մասով, իսկ մեծամահասակների մասով հիմնական դժվարությունը նրանում էր, որ ընտանիքում արդեն կոնֆլիկտային վիճակները որոշակի չափով սրվել են եւ ընդհանուր առմամբ ծնողները այն հիմնակարներ, որտեղ ընտանիքում կայունությունն էին փորձում պահպանել եւ շատ դեպքեր մոռանալով սեփական, ստրեսային եւ հիմնական գործոնները, որոնք կային, արդյունքում շեշտը դնում էին միայն երեխայի հոգեկան բարեկեցության վրա։ Սակայն մեր առաքելությունը ոչ միայն երեխաները, այլև ընտանիքի աջակցություն տրամադրումներ, արդյունքում դրական փոփոխություններ ունեցել ենք։ Սկզբնական փուլում միանշանակ շատ դժվար է եղել, կապված եւ հոգեբանական դժվար վիճակի եւ իրենց դիմադրության հետ եւ այլն, բայց ինչն է, երբ որ լինում է երկարատև աջակցություն, մենք հանգիստ սպասում ենք, երբ իրենք պատրաստ կլինեն խոսել իրենց դժվարություններից ու ներգրավել աշխատանքում ու բնականաբար երեխայի դեռահասներդ ավելի բարդ է իրականացվել, բայց երբ որ իրենք տեսում են, որ կա ապահով միջավայրում մարդ, որ պատրաստ է իրենց լսել առանց քննադատության, արդեն իրենք եւս պատրաստ են քեզ ընտառաջ գալու։ Հոգեբանական աջակցության հետ մեկտեղ ընտանիքները հիմնադրամի սոցիալական աշխատողներից ստացել են ուղեկցում, ուղղորդում եւ միջնորդություն, ինչպես նաեւ ապահովվել առաջին անհրաժեշտության եւ հիգիենայի պարագաներով, սննդով, կենցաղային տեխնիկայով, իսկ երեխաները գրենական պիտույքներով եւ խաղալիքներով։ Ծրագրի կարևոր ուղղություններից մեկը կանանց զորացումներ։ 21 կին մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացների, եւս 7-ը ստացել բիզնես ֆինանսավորում։ Արևամանուկ հիմնադրամը դարձել է այն կամուրջը, որի միջոցով կանայք մուտք են գործել աշխատաշուկա եւ կարողացել հոգալ ընտանիքի սոցիալական կարիքները։ Շատերը թերևս ունեցել են բարձրագույն կրթություն, սակայն չեն կարողացել գտնել իրենց համապատասխան աշխատանք դերևս տեղահանումից հետո, ուստի եւ իրենց համար առաջնային էր, որպեսզի կարողանան արագ ինտեգրվել աշխատաշուկա, որպեսզի իրենց սոցիալական խնդիրները կարողանան ի վերջո լուծել։ Իրականում ընդհանուր հաջողված առաջի փուլում 7 կին ունենք շատ հաջողված պատմությամբ, ովքեր իրենց բիզնեսն են վարում եւ 15 կանայք, ովքեր ներգրավել են աշխատաշուկայում։ Սկզբնական շրջանում գործատուների հետ համագործակցությունը մի փոքր ավելի շատ բարդ էր, բայց մենք խնդրել ենք, որ մենք ուղարկում ենք ձեզ մոտ, եթե լինեն լավ արդյունքներ, կխնդրենք, որ իրենց դիտարկեք որպես աշխատակից։ Օրինակ, այդպես ունեցանք եւ վարսահարդար, եւ հաշվապահ, նույնիսկ մասնագիտության ընտրության առումով որևէ սահմանափակում չի եղել։ Ու գործատուների հետ եւս շատ լավ կարողացանք այդ հարցերը կարգավորել։ Բացի Շիրակի մարզից ծրագրի շահառուներ են ունեցել Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Արմավիրի մարզերից եւ Երևանից։ Ծրագրի արդյունավետությունն ու գրանցված հաջողությունները պատասխանատու թիմի աշխատանքի շնորհիվ է։ 122 մասնագետ մասնակցել է տոկունություն կրթողներ վերապատրաստման դասընթացներին, եւս 53 ուսուցիչ Շիրակի մարզից տրավմա եւ սթրեսի հաղթահարումը թեմայով դասընթացների, երեխաների եւ նրանց ընտանիքների հետ աշխատանք իրականացնելու համար։ Մասնագետների փորձն ու ձեռք բերած հմտությունները ամփոփվել են տոկունություն, տեսությունից դեպի պրակտիկա գիրք ուղեցույցում։
Կազմված է երկու մասից, տեսական եւ գործնական մասերից, այսինքն սկզբնի մասում բացատրվում է ինչ է տոկունությունը եւ ինչի համար է այն կարեւոր եւ այն գործիքակազմը, որով իրականացվում է երեխաների հետ աշխատանքի ընթացքում եւ հիմնականում մենք այդ գործիքակազմը տեղայնացրել ենք մեր մշակույթին համապատասխան եւ այն մասնագետներին հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել իրականացնելիս։ Հաջողված այս ծրագիրը Արևը մանուկ հիմնադրամի շուրջ 25 տարի շարունակ իրականացվող մարդասիրական նախաձեռնություններից մեկն է։ Հիմնադրամի գործունեության առանցքում մեկ կարևոր նպատակ է՝ դժվարին իրավիճակում հայտնված անձանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանասոցիալական աջակցություն, օգնելով հաղթահարել սթրեսը եւ բռնության հետևանքները, պաշտպանել սեփական ու շրջապատի իրավունքները եւ ձևավորել հոգեպես ու հուզականորեն կայուն անհատներ։ Ամփոփիչ համաժողովի ընթացքում քննարկվեցին ծրագրի շարունակականությունը ապահովող քայլերը։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։